Պարոն Դանելյան, բարև ձեզ, շնորհակալ ենք, որ եկաք տաղավար, մի քանի թեմաների հետ կապված կներկայացնենք ձեր տեսակետը, բայց սկսենք այս հարցից, ազգային ժողովում այսօր Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ ինքնատիրապետումը կորցրել է, ընդամենը 1 րոպե մի տեսանյութ նայենք եւ լսենք ձեր խոսքը։ Հավատա, ես չեմ կարող հավատա, կներեք 1000 ներողություն, եթե ես հիմա ասեմ, գիտեք ինչ կարող է ուժեղ Հայաստանը, Հայաստան դաշինքը, ուժեղ ՀՀԿ-ն, Հայաստան դաշինքը ու ԲՀԿ-ն անցնեն խորհրդարան, նշանակում է ես իմ մտքով անցկացնեմ, որ Հայաստանի Հանրապետությունում այդքան շուրուշանյալ կա, որ կարա իրանց օգնին կքվեարկի։ Ես դες լուրջ եմ ասում, հարգելի գործընկեր։ Խնդրեմ։ Ու ինչեր էր ասում ազգային ժողովում, բղավոցը, գորոցը, տանում լնգուլավազ շալվարը, բարեր անգամ նկարագրել չի, ծանոթ եք իր հայտարարություններին, համեցրեք։ Շնորհակալ եմ հրավերի համար, մեր հայրենակիցները շատ վաղուց արդեն գիտեն, որ սույն անձը հատկապես գարնան է ժամանակահատվածում լուրջ սրացումներ է ունենում եւ այդ սրացման դրսևորումներից մեկն էլ հենց ազգային ժողովում այս 2 օրերի ընթացքում այս անադեկվատ մարդու պահվածքն է։ Պատճառը հետեւյալն է, սիրելի հայրենակիցներ, խոսենք պատճառների մասին եւ նաեւ հետևանքների մասին։ Պատճառը հետեւյալն է. շատ ուղիղ ձեզ ասում եմ ամենայն պատասխանատվությամբ, որ Նիկոլ Փաշինյանը վերարտադրվելու որևէ շանս չունի։ Դրա մասին ինքն էլ իր մերձավոր շրջապատն էլ քաջատեղյակ են։ Եվ այս ամեն ինչից նաև հետևություններ անելով, որ իրենք այլևս շանս չունեն եւ հավաքական ընդդիմությունը ջախջախիչ պարտությանը մատնելու քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը, խմբակին, իրենք արդեն ուղիղ սկսել են թիրախավորել մեր 100 հազարավոր արժանապատիվ, հայրենասեր, հայրենիքի արժեքը իմացող, հավատավոր ժողովրդի, որը դեմա դուրս եկել թրքահաճո Էրդողանի եւ Ալիևի հարճերին եւ բնականաբար այս ջղաձգված վիճակի մեջ ինքը ինչ պետք է աներ, պետք է ուղիղ թիրախավորեր, կրկնում եմ 100 հազարավոր մեր սիրելի հայրենակիցների, որոնք այս տարիների ընթացքում անզիջում պայքար են մղել օկուպացիոն ռեժիմի դեմ, անցնելով զրկանքների միջով, բանտարկվելով, քրեական կեղծ շինծու գործեր հարուցելով, մարդկանց հարկային տերորի ենթարկելով, էլ ինչ ասես չդնելով մեր արժանապատիվ հայրենակիցների գլխին, այս մարդը հասկացել է, որ այլևս այդ մարդիկ եւ շատ ու շատ հիասթափված եւ իրենից, այսպես ասած, խորը զզվանք ապրող մեր հայրենակիցներ ուղակի գնալու են, մասնակցելու են ընտրությունների եւ պայքարի թոհուբոհով անցնելով պատրաստ են տուն ուղարկել այս անարժանապատիվ, անհայրենիք, անսկզբունք, այս հող ու ջուրը չսիրող 300,000 ավել ադրբեջանցիներ այստեղ պատրաստվել բերող իշխանությանը եւ ամսի 7-ին մեր արժանապատիվ հայրենակիցները այդ շալվարը իջացնելու են, այդ շալվար խոսացողին, այդ որ խոսում են, ասում են
տարբեր երևույթներից, տարբեր իրադարձություններից խոսելով մոռանում են, թե ինչ դժբախտություն եւ ինչ ողբերգություն են բերել մեր ժողովրդի գլխին։ Խոսում է Կիրանցից 30 մետր հեռավորության վրա գտնվող մեր փոքրերից, որոնք որ ֆուտբոլ են խաղում, դպրոցականներից, որ դպրոց են գնում, այդ 30 մետր հեռավորության վրա ադրբեջանցիներին ով է բերել նստացրել, սիրելի հայրենակիցներ։ Ով է Ադրբեջանի դրոշը բերել տնկել այդտեղ։ Ով է այդ տները քանդել։ Ով է այդ տարածքները, այդ ծաղկուն այգիները տվել Ադրբեջանին, նվիրաբերել Ադրբեջանին։ Ով է այսքան հարավիրքը բերել է ժողովրդի գլխին։ Հիմա ուղիղ նշանառության տակ ադրբեջանական զորքերի, այդ ինչով է հպարտանում, որևէ մի արժանապատիվ հայ մարդ չի կարող ուրախանալ, երբ որ տեսնում է Կիրանցի վերևում փողփողացող ադրբեջանական դրոշը։ Եվ այդ խղճուկ պատը, որ ամեն անգամ գնում է այդտեղ եւ էժան եթերներ անում, լայվեր անում, իբր թե փորձելով ներկայացնել պարտությունը, ողբերգությունը ու ձախողումը որպես փառավոր հաղթանակ ներկայացնել։ Անարժանապատվության ցանկացած դրսևորում ներկայացնել որպես մի իրադարձություն, որը որ անշրջելի եւ անառարկելի ուրեմն հաջողություններ ա բերել Հայաստանի Հանրապետություն։ Դու բացի դժբախտությունից, բացի ավերից, բացի պառակտումից, բացի ներազգային ատելություն մտցնելուց, տնտեսությունը փլուզելուց, ուրիշ որևէ մի լավ բանի այս իշխանությունները ունակ չեն։ Եվ նաև ահավասիկ բյուջեի քննարկման ժամանակ պարտքեր վերցնելով միլիարդավոր դոլարների հասնելով Հայաստանի Հանրապետության պետական պարտքը, Հայաստանի Հանրապետությունը դարձնելով տարբեր աշխարհաքաղաքական կենտրոնների բախման կիզակետ, խոսում է խաղաղությունից։ 10-ից ավել պատերազմ բերող մարդը Արցախի բռնի տեղահանված մեր հայրենակիցներին, որոնք էթնիկ զտման եւ ցեղասպանության են ենթարկվել, հիշում եք նախկինում իր խոսույթը, ինչ էր ասում արցախցիների վերաբերյալ։ Այս մարդը ոնց կարա ներազգային համերաշխություն մտցնի։ Այս մարդը որևէ մի կերպ եւ որևէ մի ձևով շահագրգռված չէ, որ Հայաստանի Հանրապետությունում տիրի համերաշխ, խաղաղ, անվտանգ, բարեկեցիկ երկիր։ Եվ սրանով էլ պայմանավորված ամփոփելով այս թեմայով խոսքս ուզում եմ ասել, որ երբեք ու երբեք չընկրկեք, չնահանջեք, ձեր սկզբունքների մեջ եղեք հաստատակամ, մնացել են հաշված շաբաթներ, որպեսզի այս իշխանություններին ի վերջո հեռացնենք, ձեր քվեն, ձեր դիրքորոշումը անչափ կարևոր է եւ սրա նպատակներից մեկն էլ այն է, որ փորձում է հիասթափեցնել մարդկանց, որ չգնան ընտրատեղամասեր, այս ամբողջ այս իր process-ը հենց դրա համար է, հենց դրան է ուղղված, որ արժանապատիվ հայրենիները չգնան եւ չմասնակցեն էլեկտորալ process-ներին եւ փորձի իր նեղ փոքր խմբին ուղղորդել այդ ուղղորդման միջոցով նաև ճնշումների եւ բռնության ենթարկել վախի մթնոլորտ ստեղծել եւ ի վերջո մենք բոլորս հասկանում ենք, որ այլևս ինքը որևէ մի շանս չունի եւ ձեր դիրքորոշումն ու ձեր վերաբերմունքը անչափ կարեւոր է։ Ասում բոնջ եմ սարքելու, դուք դեռ սպասեք, գոռումա, վիրավորումա, բոլորին, ձեզ, մեզ, բոլորին բանդաներան, էսի վախի դրսևորումա, թե այդպես վստահ է ինքը։ Չէ, այդ ամեն ինչը վախի դրսևորում է, ինքը վստահ չի, ինքը ոչ միայն վստահ չի, որ ինքը վերարտադրվելու, ինքը նաև իր թիմի վրա վստահ չի։ Ինքը այդ ազդակները ստանում է եւ ի վերջո իր դիմակը պետք է վերջնականապես պատրվի եւ ի վերջո ես համոզված եմ, որ հաղթանակը սարերի հետևում չէ, արժանապատիվ պետություն, արժանապատիվ երկիր մենք բոլորս միասին կառուցելու ենք եւ
Այս առումով ես ուզում եմ ձեզ հավաստիացնել, որ եթե ինքը հույսը դրել է պետական ապարատի վրա, եթե հույսը դրել է խոստումների վրա, եթե հույսը դրել է այս կամ այն երևույթների վրա, ուրեմն ինքը չարաչար սխալվում է եւ ես ուզում եմ նաեւ օգտվելով առիթից ձեզ նաեւ մեր հայրենակիցներին, մեր հեռուստադիտողներին ուրեմն մի փոքր ձայնագրություն դնել, թե ոնց է Նիկոլ Փաշինյանը ուրեմն ընտրական process-ները տանում, ոնց է սույն անձը օրենքը խախտելով արդեն մտել ընտրական process-ների մեջ։ Ինձ լսի, պարոն Մարսպետ, Արման Սարգսյանին աշխատանք եք առաջարկում նորմալ պայմաններով։ Առաքելյան Հովհաննեսը հարց է բարձրացնում, խնդրում եմ մի հատ զբաղվեք, ով որ նայում է տեսչական մարմին։ Պարոն Պետրոսյանի հետ այս վերջերս խոսել ենք, ոնց որ թե գինը ուզում ենք, չէ, հիմա խոսել ենք ոնց որ գինը իջցնելու են, հետը գինը։ Տեսեք, հա միացում ենք ինչքան 40%-ով իջցնում ենք գները, որովհետև համարում ենք, որ բան կա։ Դուք հանդիպումներին եղել եք, չէ։ Հա, լիքը։ Բայց հիմա ես ուզում եմ։ Ու ուզեցի դեղնել են ինձ մերժել իրանք։ Իրանք դեղնել են ինձ մերժել, չեն տվել, որ ես մի հատ խնդրում եմ կոորդինատ վերցրու։ Հետո գրասենյակի միջոցով ձեր մոտ ձեզ եմ ուզում կուսակցության ես։ գրած Մանավազյանի միջոցով Ես կփոխանցեցի։ ինչքան տեղա դիմում գրել եմ, սաղ բան են արել։ Շատ լավ։ Օգնեք ունի բաղնիշը սարքեն լողանը։ Հեռախոսի համար Մարսպետնա, մի րոպե Մարսպետնա հեռախոսի համար տվեք։ Սիրելի հայրենակիցներ, սա մի փոքր դրվագ էր, sense դեպքեր շատ ու շատ են, հարյուրավոր նման դեպքեր կա, որ այս մարդը վարչական ռեսուրս չարաշահելով, ես օրեր առաջ նաև ազգային ժողովի ամբիոնից եմ ասել սրա մասին, տոտալ փորձելով վախի մթնոլորտ ստեղծել, այս մեխանիզմներով փորձել վերարտադրվել, չտրվեք այս բոլոր մանիպուլյացիոն խապկանքներին, այս մարդու ամեն մի քայլ միայն ու միայն մի բանի համար է, փորձել վերարտադրվել, թոշակը մի քանի հազարով կբարձրացնի, ես նախորդիվել եմ ասել, այդ բարձրացումից հետո մի քանի ամիս չի անցնի, մենք այսօր ականատեսն ենք, ամեն ինչ էլ թանկացնելու է, գույքահարկից սկսած, ուրեմն սննդամթերքից սկսած, վերջացրած էլ չեմ ասում կենցաղային տեխնիկայով եւ այլն եւ սենց։ Այսինքն մենք գործ ունենք մի պոպուլիստ անձնավորության հետ, որին հետաքրքիր չի ոչ մի բան։ Օրենքը, դատական համակարգը ամբողջությամբ փորձում է իր ձեռքի տակ կենտրոնացնել մի անձի գերիշխանություն, մեկ անձի դիկտատուրա, բայց նորից եմ կրկնում, սա չի ստացվելու, սա չի լինելու։ Չվախենակ, որևէ նման երևույթի արկայության դեպքում, ձեզ սպառնալու դեպքում, կան բազմաթիվ պետական պաշտոնյաներ, պետական չգիտեմ չինովնիկներ, որոնք որ կփորձեն միջամտել process-ներին։ Մի վախեցեք, մենք ձեր կողքին ենք, մենք այս պայքարը տանելու ենք իր տրամաբանական ավարտին եւ այս առումով շատ կարեւոր է, որպեսզի մեր հայրենակիցները մասնակցեն, մեր հայրենակիցները ակտիվ լինեն։ Իր նպատակը մեկն է, կրկնում եմ, վախի մթնոլորտ ստեղծելը։ Մենք նաև ականատես ենք լինում, սիրելի հայրենակիցներ, որ այս օրերի ընթացքում անընդհատ խոսվում է տարբեր երևույթների մասին, խոսվում է, որ գիտեք ինչ, այս կամ այն կուսակցությունը, այս կամ այն ուժը, որ եկավ իշխանության, խաղաղություն չի լինելու։ Լսի քեզ ինչ եմ ասում։ Պատերազմը, արհավիրքը, դժբախտությունը, սոցիալական այս ծանր վիճակը, որ դու նաև փորձում ես օգտվել այդ մարդկանց ծայրահեղ աղքատ վիճակից, բերել ես միայն դու։ Այսօր մեր հայրենակիցները, որոնք ծայրը ծայրին չեն հասնում, տեսնում եք սոցիալական ինչ խայտարակ վիճակում են գտնվում մեր հայրենակիցները։
Դու փորձում ես այդ մարդկանց, այդ վիճակից օգտվել։ Խաղաղություն կարող են բերել միմիայն այն ուժերը, որոնք որ ցույց են տվել, որ իրենց կառավարման ժամանակահատվածում ինչպես են աշխատել, ինչպես են բանակցել, ինչպես են պայքարել, ինչպես են պատերազմի ժամանակ իրենց դրսևորել, ինչ կազմակերպչական ունակություններ ունեն, ինչ կարողականություն ունեն։ Հիմա սրանց են հայտնի թեզի, որ մեր անվտանգության երաշխավորը Ադրբեջանն է։ Այսինքն ավանդաբար մեզ բարեկամ եւ դաշնակից երկրների հետ հարաբերությունների կտրուկ վատթարացում եւ մեզ ցեղասպանության ենթարկող մեր ժողովրդին ցեղասպանության ենթարկող էթնիկ զտում իրականացնող Ադրբեջանին եւ Թուրքիային կարգել Հայաստանի Հանրապետության անվտանգության երաշխավոր։ Այսինքն ո՞նց կարող է հայ մարդու ուղեղի մեջ տեղավորվի, որ մի քանի տարի առաջ էթնիկ զտում իրականացնող պետությունը, որ ֆաշիստական իշխանություն է, դու գիտեք, բռնապետ Ալիևը Նիկոլ Փաշինյանի համար եւ իր թիմի համար անվտանգության երաշխիք է։ Սա գելագարության հասնող մի արտահայտություն է, սիրելի հայրենակիցներ։ Ոնց կարող է adekvat մարդու ուղեղի մեջ տեղավորվել։ Բա այդ քուկիրթ ու կառուցողական Ալիևը չի իրականացրել էթնիկ զտումն ու ցեղասպանությունը։ Սովի մատնել տասնյակ հազարավոր մեր հայրենակիցների Արցախում։ Գազի վրա փականը դրել։ Նույն սցենարը ուզում են իրականացնել նաև Հայաստանի Հանրապետության։ Ոնց որ փակել են Արցախի էջը, այս պահի դրությամբ սրանց վերարտադրությունից Աստված մի արած է, վերարտադրության պարագայում փակվելու է Հայաստանի Հանրապետության էջը։ Եվ իրենք գնում են այս ճանապարհով, սիրելի հայրենակիցներ։ Դուք կպատկերացնեիք, կրկնում եմ, ինչ որ մի մղձավանջային երազներում, որ որևէ մեկը Հայաստանում կմտածեր, որ իր անվտանգության երաշխավորողը Իլհամ Ալիևն է։ Բայց դրածոների համար դա է, որովհետև իրենց աթոռի երաշխավորն է Իլհամ Ալիևը։ Իրենց աթոռի երաշխավորը, իրենց պայքարը հենց այդ աթոռի համարն է, եւ այդ երաշխիքը իրենք տեսնում են Ադրբեջանի իշխանությունների կողմից։ Այն իշխանությունների կողմից, որ Հայաստանը համարում են արևմտյան Ադրբեջան, Սևանը Գյոքչա, Վարդենիսը Բասարքեչար։ Դուք պատկերացնում եք, այն նման անվտանգություն է պատկերացնում։ Սահմանադրությունը ոտնահարելով, ինքնիշխանությունից խոսող խարճերը սահմանադրության անկախության հռչակագիր են չեղարկում։ Ինքնիշխանություն բարբաջողները այսօր Հայաստանի Հանրապետության սահմանների մեջ արդեն գտնվող ադրբեջանցիներին, որոնք որ օկուպացրել են Հայաստանի Հանրապետության տարածքները, որևէ մի բառ եւ որևէ մի արտահայտություն չեն հնչեցնում այս սրա մասին։ Չեն հնչեցնում Բաքվում գտնվող ռազմաքաղաքական ղեկավարության մասին։ Մոռացել են Հրանտ Մաթեոսյանի հայտնի խոսքերը, հրեն ասում է կովնելա հանդում արածում առանց հիշողության, բայց հորթին 3 էին մորթել։ Ինչա հիշողությունից ջնջենք մեր պատմությունը, մեր անցյալը, մեր հաղթանակները, մեր նաև պատմության ողբերգական էջերը, որ հիմա էլ արդեն արշավ է իրականացվում նաև ցեղասպանության ուրացման։ Ադրբեջանցիներն են արդեն հայտարարում, որ հայերը ցեղասպանության են ենթարկել Ադրբեջանին։ Սփյուռքի հետ կապերի խզումը։ Մեր բարերարների, գործարարների, որոնք որ
աշխարհով մեկ սփռված են այդ մարդկանց Հայաստանի Հանրապետություն ներդրումներ բերելու հնարավորությունից զրկելը։ Այս ամեն ինչը բնականաբար ազդում է մեր կյանքի որակի վրա։ Գյուղացիները, որ մեր հարգելի եւ սիրելի մեր հայրենակիցները, որոնք զբաղվում են գյուղատնտեսությամբ, ջերմոցային տնտեսությամբ եւ այլ գյուղմթերք արտադրելով, այսօր ինչ են ասում, ասում են ԵԱՏՄ շուկան փակենք, արտահանումները չիրականացնենք, Թուրքիայից ու Ադրբեջանից գյուղմթերք բերենք, էտա ձեր տրամաբանությունը, ավիրեք գյուղատնտեսությունը, ոնց որ գյուղնախարարություն հիմա չկա, փակել եք գյուղնախարարությունը, ոնց է լինելու այդ պարագայում Արարատյան դաշտավայրում մեր սիրելի եւ հարգելի գյուղատնտեսների, ջերմոցատերերի վիճակը։ Գիտեք, որ արտահանման առյուծի բաժինը 80-90% նույն ծաղիկ արտադրողների, դա ԵԱՏՄ շուկա է։ Նույն ձկնաբուծությամբ զբաղվող մեր հայրենակիցների արտահանման հիմնական ուղղությունը այդտեղ է։ Կամ հարց, եթե $600 սահմաններում լինի գազը, այդ ջերմոցատերը հնարավորություն ունենալու է այդ ապրանքը արտադրելու եւ շուկայում մրցունակ լինելու։ Դուք պատկերացնում եք սրա բոլոր աղետաբեր հետևանքները։ Ուղղակի աղետ, կործանում եւ տնտեսական կոլապս։ Հաշված օրերի, հաշված շաբաթների ընթացքում մեր տնտեսությունը կփլուզվի, սիրելի հայրենակիցներ։ Սրա մասին բազմաթիվ անգամներ առիթ ունեցել ենք զգուշացնելու, ասելու, որ սրանք գնում են այդ ճանապարհով։ Հիմա Հայաստանում փոքր է շատի, եթե կա որոշակի տնտեսական հնարավորություններ, դա բացառապես դրա հետ կապված է։ Մենք հիմա էլ տեսնում ենք, որ այս օրերում իրենց անհեռատես քաղաքականության արդյունքում արդեն իսկ թանկացել է հեղուկ գազը։ Վերին Լարսի անցակետում արդեն իսկ խստացվել են Հայաստանից արտահանվող գյուղմթերքների ֆիտոսանիտարիայի հետ կապված հարցերը։ Մանրակրկիտ ուսումնասիրության են ենթարկվում Հայաստանից արտահանվող մթերքները, որովհետև որոշակի խնդիրների պարագայում այդ երկրները աչք էին փակում եւ հնարավորություն էին տալիս Հայաստանի Հանրապետության տնտեսվարողներին շուկայում իրենց ապրանքը իրացնելու։ Այնինչ, եթե փոխարենը մենք դիվերսիֆիկացիայի մասին ենք խոսում, եվրոպական շուկան մոտիկ անգամ չի թողի, անցակետին անգամ մոտ չի թողի այդ ապրանքները։ Եթե այդ հնարավորությունը կար, ինչու մինչև այս չէր օգտագործում եւ եվրոպական կամ այլ շուկաներ արտահանվում ապրանքներ։ Որոշակի ապրանքների դեպքում կա, բայց դա շատ քիչ է։ Մի մոռացեք նաեւ Ռուսաստանի Դաշնությունում 2 միլիոն ավել մեր Հայաստանի Հանրապետության, մեր հայրենակիցների, Հայաստանի Հանրապետության անձնագիր ունեցողների կամ չունեցողների էական չէ, բայց հայ մարդկանց ապրող տնտեսական գործունեություն ծավալող մեր հայրենակիցների վիճակի մասին։ Բայց ասում է երբևէ հայ-ռուսական հարաբերությունները այսպիսի բարձր մակարդակի չեն եղել։ Եթե բարձր մակարդակի հարաբերությունները, հորջորջողները դա պատկերացնում են այս կարգի, որ հանդիպում տեղի ունենա բարձր մակարդակով եւ այնտեղ ուղիղ ասվի, որ Հայաստանը դառնում է մեծ ճշնամաբար տրամադրված ալյանսի մի մաս, ես ուղղակի ուղեղից մեջ չի տեղավորվում, էլի։ Դա բարեկամական հարաբերությունների ցուցիչ է։ Ուղիղ տարբեր մակարդակներով, ամենաբարձր մակարդակով սրա մասին ասվել է, ինչի մասն է խոսքը։
Նախորդ 30 ավել տարիների ընթացքում անկախության նման բառակապակցություն, նման նախադասություն երբևէ լսած կաք, սիրելի հայրենակիցներ։ Եթե լսել եք, խնդրում եմ ինձ տեղեկացրեք, ես նման բան երբեք չեմ լսել։ Նույնն էլ մեզ հարևան, բարեկամ 90-ական թվականներից մեր հետ հարաբերություններ, շատ ջերմ հարաբերություններ հաստատած Իրանի Իսլամական Հանրապետության մասին է խոսքը։ Եվ այս աշխարհաքաղաքական իրավիճակում, երբ որ մենք տեսնում ենք ինչ է կատարվում մեր տարածաշրջանում, այս մարդը ուղղակի այն հրձիկն է, որը որ մեզ տանում է դեպի կործանում եւ ոչնչացում։ Նման վարքագիծ ունեցող մարդը դուք տեսաք ազգային ժողովում ինչ էր կատարվում, էլի այս մարդու հետ։ Այս նույն մարդը գնում է եւ Հայաստանի Հանրապետությունն է ներկայացնում։ Հասկանում եք։ Այս մարդը ներկայացնում է մեր երկիրը։ Եվ վտանգները անխուսափելի են։ Եվ այս աղետը կանխելու կամ միայն ու միայն մեկ ճանապարհ՝ մասնակցել էլեկտորալ պրոցեսներին, չհիասթափվել, չընկրկել, չնահանջել, այդ մարդիկ 100,000-ներ են, 100,000-ավոր մեր հայրենակիցներ են։ Հայաստանի պատմության ամենաբարձր գրավն է 4 միլիարդ։ Չնայած Պատրիս Սամվել Կարապետյանը ասել է 4.4 միլիարդ կտան տնային կառույցը վերահսկելու համար։ Գիտեք, ես ուզում եմ իմ զորակցությունը եւ նաեւ իմ աջակցությունը հայտնել բոլոր այն քաղաքալատյալներին, որոնք այս տարիների ընթացքում տարբեր բռնաճնշումների են ենթարկվել, քրեակատարողական հիմնարկներում են։ 2 օր առաջ էլ Սրբազան հոր Բագրատ Սրբազանին եմ այցելել ԱԱԾ մեկուսարան։ Առողջություն, շուտապույտ, ազատ արձակում Սրբազան հորը մեր բոլոր քաղբանտարկյալներին, քաջ առողջություն։ Եվ ես կարծում եմ, որ մենք առաջիկայում համազգային զարթոնք ենք ունենալու, դրանում համոզված եմ, որ եւ բարերարները, եւ գործարարները, եւ սրբազան հայրերը, եւ քաղաքական դաշտի կարևոր դերակատարները կունենան մեկ խնդիր՝ Հայաստանի Հանրապետությունը շենացնելու, Հայաստանի Հանրապետությունը միջազգային հարթակներում արժանապատիվ ներկայացնելու, մեր ժողովրդի, աշխատավոր ժողովրդի, մեր տքնող, չարչարվող ժողովրդի նոր բարձունքների եւ նոր վերելքների հասնելու ես այդ ամեն ինչը տեսնում եմ, կախված է մեզնից, բոլորիցս կախված է եւ ես նաեւ օգտվելով առիթից ուզում եմ նաեւ քանի որ խոսվեց նաեւ դատական գործի մասին, ուզում եմ Սամվել Կարապետյանին էլ շուտապույտ ազատ արձակում թող լինի, գիտեք որ այս ընթացքում նաեւ մենք մինչեւ այս թողարկումը այս եթերը ունենում էինք, նաեւ բերման ենթարկվածներ կան, նաեւ մեր աջակցությունը, մեր զորակցությունը բնականաբար անկախ ամեն ինչից, անկախ նրանից, որ հիմա քաղաքական ուժերը տարբեր քաղաքական ուժեր ունեն իրենց թիմերը, իրենց, չգիտեմ, տեխնացուները կամ իրենց աջակիցները, մենք եւս մեկ անգամ ուզում եմ ասել, որ սա այս պայքարը բոլորիս պայքարն է եւ պետք է գործի հայտնի սկզբունքը մեկը բոլորի, բոլորը մեկի, երբեք ու երբեք
իրապես ընդդիմադիր տրամադրված այս իշխանությունների դեմ պայքարող մեր ընդդիմադիր գործիչները չպետք է բաժանարար գծեր մտցնեն եւ այս առումով բոլորին խոհեմության, զգոնության կոչ եմ անում եւ մենք էլ պատրաստական ենք եթե բերման ենթարկված կլինի, թե չգիտեմ, քրեակատարողական հիմնարկ այցելելու կլինի, մեր համար որևէ նշանակություն չունի, բոլորը մեր եղբայրներն են, մեր քույրերն են, մեր պայքարի ընկերներն են, անկախ իրենց կուսակցական պատկանելությունից, թեպետ բարբերաբար այցելում են քրեակատարողական հիմնարկներ, բայց ուզում եմ նաև մեկ անգամ եւս խոսել սրա մասին, որովհետև կարևոր է Նիկոլ Փաշինյանի դեմ պայքարը պետք է լինի համատեղ ուժերով, համատեղ հանրահավաքներով, համատեղ պայքարի արդյունքում կարող ենք մենք հասնել հաջողության։ Դա կլինի նախընտրական շրջան, դա կլինի բուն ընտրական շրջան, հետընտրական շրջան, այսինքն այս ամեն ինչը կարևոր է, որպեսզի մենք կարողանանք այս կոմունիկացիան ապահովել եւ նաեւ այս պայքարի ընթացքն էլ է ցույց տվել, որ մենք պատրաստական ենք յուրաքանչյուր հայ մարդու կողքը կանգնելու, իրենց աջակցելու, իրենց սատար լինելու։ Շնորհակալություն։